Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգի երկրորդ մակարդակ է հայտարարել, ընդգծելով, որ խոսքը միջազգային նշանակության արտակարգ առողջապահական իրավիճակի մասին է։ Այն առայժմ համավարակ չի համարվում, սակայն կազմակերպությունը զգուշացնում է, որ էբոլա վիրուսի բունդիբուգյո կոչվող հազվագյուտ շտամի տարածման իրական չափերը կարող են պաշտոնական տվյալներից շատ ավելի մեծ լինել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր զեկույցում հայտարարել է. Էբոլայի բունդիբուգյո շտամի տարածումը միջազգային առողջապահական արտակարգ իրավիճակ է առաջացրել։ Տարածաշրջանում բնակչության ակտիվ տեղաշարժը, սահմանների թափանցիկությունը եւ հակամարտությունները մեծացնում են վարակի արագ տարածման վտանգը։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ հայտնաբերել նոր դեպքերը եւ մեկուսացնել վարակակիրներին։ Ըստ որոշ տեղեկությունների միայն Կոնգոյում եւ Ուգանդայում արդեն արձանագրվել է ավելի քան 336 կասկածելի դեպք, մահացածների թիվը 88 է, սակայն մասնագետները վստահ են, իրական պատկերը կարող է շատ ավելի ծանր լինել։ Էբոլան աշխարհի ամենավտանգավոր վիրուսային հիվանդություններից մեկն է, այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մկանային ցավերով, փսխումով, արյունահոսությամբ եւ այլ ախտանիշներով։ Վարակը փոխանցվում է հիվանդի կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Նախորդ բռնկումների ժամանակ մահացությունը տարբեր շրջաններում հասել է մինչև 90%-ի։ Կոնգոյի հյուսիս-արևելքում բռնկված այս նոր ալիքը վտանգավոր է նաև այն պատճառով, որ այդ տարածքը երկար տարիներ գտնվում է զինված բախումների եւ հումանիտար անկայունության պայմաններում։ Տեղահանված բնակչության հոսքերը, աղքատությունը եւ բժշկական ենթակառուցվածքների թուլությունը վարակի արագ տարածման համար բարենպաստ միջավայր են ստեղծում։ Կոնգոյի առողջապահության նախարար Սամուել Ռոժե Կամբայի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը։ Բունդիբուգյո շտամի դեմ այս պահին չկա ոչ հաստատված պատվաստանյութ, ոչ էլ հստակ բուժում։ Գոյություն ունեցող պատվաստանյութերի մեծ մասը մշակվել է էբոլայի զայրյան տարբերակի դեմ։ Սա է իրավիճակի ամենամեծ վտանգներից մեկը։ Կոնգոյի իշխանություններն արդեն արտակարգ արձագանքման կենտրոններ են բացել, ուժեղացրել են վերահսկողությունը եւ շտաբ բուժական խմբեր ուղարկել առավել վտանգավոր շրջաններ։ Առողջապահական գիտական կազմակերպությունները միաժամանակ փորձում են պարզել, թե որքանով է նոր շտամը տարբերվում նախկինում հայտնի տարբերակներից։ Կոնգոյում արձանագրված նախորդ 16 բռնկումներից գրեթե բոլորը կապված էին զայրյան շտամի հետ։ Բունդիբուգյո տարբերակը շատ ավելի հազվադեպ է եւ դրա դեմ գիտական փորձը սահմանափակ է։ Այդ պատճառով բժիշկները ստիպված են աշխատել մեծ անորոշության պայմաններում։ Մասնագետները մտահոգված են հատկապես այն հանգամանքով, որ հիվանդության օջախները գտնվում են Ուգանդայի եւ Հարավային Սուդանի սահմաններին մոտ։ Տարածաշրջանում հազարավոր մարդիկ անընդհատ տեղափոխվում են, փախչելով պատերազմներից, սովից եւ կլիմայական աղետներից։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Արևելյան Աֆրիկան կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առաջ։ Սուդանում շարունակվող պատերազմը, Հարավային Սուդանում ջրհեղեղներն ու երաշտը, ինչպես նաև պարենային թանկացումները լրջորեն թուլացրել են տարածաշրջանի դիմադրողականությունը նոր համաճարակների նկատմամբ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մարտին Ֆրիկի խոսքերն է մեջբերել Deutsche Welle-ն։ Տարածաշրջանում միլիոնավոր մարդիկ արդեն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, երբ առողջապահական ճգնաժամը միանում է պատերազմի, սովի եւ տեղահանությունների հետ, իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից։ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ժան Կասեյան նույնպես ընդգծում է, առանց տարածաշրջանային համակարգման հնարավոր չի լինի կանխել նոր բռնկումները։ Սահմանային վերահսկողությունն ու տվյալների արագ փոխանակումը հիմա կենսական նշանակություն ունեն։ Եթե երկրները գործեն առանձին, վիրուսի տարածումը կանգնեցնելը շատ ավելի դժվար կլինի։ Deutsche Welle-ն նկատել է, որ 1976 թվականին վիրուսի հայտնաբերումից հետո սա էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է Կոնգոյում։ Ամենախոշոր համաճարակը այդ երկրում գրանցվել էր 2018-2020 թվականներին։ Այդ ժամանակ մահացել էր շուրջ
2300 մարդ։ Ընդհանուր առմամբ վերջին 50 տարիներին Աֆրիկայում էբոլայից մահացել է մոտ 15000 մարդ։ Միևնույն ժամանակ գիտնականները շարունակում են աշխատել պատվաստանյութերի կատարելագործման ուղղությամբ։ ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները դեռ տարիներ առաջ հայտարարել էին Չադ 3 պատվաստանյութի հաջող նախնական փորձարկումների մասին, սակայն մասնագետները նշում են, որ ներկայիս Բունդիբուգյու շտամը կարող է նոր եւ ավելի թիրախային լուծումներ պահանջել։ Կարեն Ղազարյան, Ռադիոլուր։